ուրեմն ֆունկցիան բան անում, չէ, առաջի հերթին նախատեսված էր հենց այդ կոդերի քիչ կրկտողության համար, որպեսզի ես անընդհատ չգրեմ, հա, այդ ֆակտորիալը հաշվեմ, այլ ֆունկցիա է գրած, որովհետեւ ֆունկցիան հաշվա թվի ֆակտորիալը, որտեղ իմ կոդի մեջ անհրաժեշտություն եղավ, որ ես հաշվեմ թվի ֆակտորիալը, միանգամից կանչում եմ այդ ֆունկցիան ու բրծում եմ։ Կարճ կոդ, խելացի գրված ու ճիշտ կազմակերպում այդ ամեն ինչը։ Ֆունկցիան տանում է դեպի դրան։ Շատ ապրեք, որ դասը նայել եք, շատ լավ է, որ ֆունկցիայի մասին այդ բանն ունեք, մի քանի տենց հարցեր էլ կանրադառնանք ու շարժվենք առաջ։ Ուրեմն էսի դեսքթոփն է։ Ուրեմն երեխեք ջան, էսի select folder ուրեմն main.js ոնց է գրվում ֆունկցիայի բանը, հա, երեխեք ջան, այդ մարմինը ոնց է գրվում։ Գրում ենք function բառը, այս ստանդարտ ֆունկցիան դա function declaration-ն է, գրում է function, կողքը գրում է ֆունկցիայի անունը, չէ, ասենք func, կամ չգիտեմ, function foo։ Սենց ինչ-որ անուն է, հա, ստաբիլ։ Բացման ձևավոր փակագծերը մեջը գրում ես ինչ որ ուզում ես, եթե ես ուզում եմ ինչ-որ մի բան տպեմ, ուղղակի console log եմ անում ու գրում եմ hello։ Հիմա այս ֆունկցիան Միլենա ջան, ոնց պետք է անեմ, որ արտապատկերվի իմ բանում, հա, բրաուզերում, console-իս մեջ։ Հա։ Միլենա ջան, ոնց անեմ, որ այդ իմ ֆունկցիայի console log-ը երևա իմ console-ի բաժնում։ Որտեղ գրեմ ֆունկցիայի անունը։ Ստեղ։ Որտեղ։ Ոնց գրեմ։ Ֆունկցիայի կանչը ոնց է տեղի ունենում։ Ահա։ Վերջ։ Ինչ, բայց պարամետր չսպասող ֆունկցիա է սա։ Չի անուն գրեմ։ Չի սպասում պարամետր, ինքը ինչ-որ բան է տպում։ Ֆունկցիաներ կան, որոնք պարամետրեր սպասում են, ֆունկցիաներ կան, որոնք պարամետրեր չեն սպասում։ Ճիշտ է։ Այսինքն ես եթե գրեմ մենակ ֆունկցիայի անունը ու դնեմ փակագծեր, այդ արդեն հերիք է, չէ, որ ես կազմակերպեմ իմ ֆունկցիայի կանչը։ Հիմա console log-ը կտպի։ Այսինքն սովորական ֆունկցիա, որը որ պարամետր չի սպասում ու իր մեջ ինչ-որ մի բան ինքը տպում է console log-ով, երեխեք ջան, այդ ֆունկցիան միայն կանչում ենք։ Իսկ այն ֆունկցիան, որը պարամետր է սպասում, մեկ էլ իր մեջ return է անում ինչ-որ մի բան, տանցել եք return-ի համար։ Ահա։ Հիմա հաջորդ օրինակը, ուրեմն գրում եմ function square ոստե սպասում եմ մի հատ number։ Այս մեկը պարամետր է սպասում։ Էսի return անում num-ը աստիճան բարձրացրած։
թվի քառակուսինը չէ հաշվում։ Հիմա ոնց կանչեմ այս ֆունկցիան ու ոնց ցույց տամ։ Փոխանցվող պարամետրը ու ընդհանրապես, եթե ֆունկցիան ինչ-որ մի բան վերադարձնում, այսինքն return անում։ Ոնց ենք այս ֆունկցիան կանչում։ Իրա կանչը ոնց են կազմակերպում երեխեք, եթե ինքը իր մեջ ինչ-որ մի բան չի տպում, այլ return անում ինչ-որ մի բան։ Վրեժ, ոնց ենք անում։ Ինչ գրեմ, դու ասա, ես գրեմ։ Ես գրեցի ֆունկցիայի անուն, հետո ինչ։ Նամը ինչ է, գրեմ նամ, հետո վերջ։ Հիմա ինչ աստ է կատարվում, դու որպես տենց հասկանում ես ինչ է ինքը ընդհանրապես կատարվում։ Ես կանչ եմ արել ֆունկցիայի անունով կանչ եմ արել, իրան փոխանցում եմ նամ, ստե գալիս է նամը նստում է, ստե գալիս է return, նամի քառակուսին ինչն է, կարաս ասես, ինչ կտա ինձ։ Նամի քառակուսին, որն է, դե ասա։ Էրիկ ջան, ինչ ենք անում, ու ինչ ենք տենց անում։ Return է արած, ոնց անենք, որպեսզի տպի, թվի քառակուսին, ոնց կազմակերպեմ ֆունկցիայի կանչը, ու ոնց անեմ, որ այդ հետո ստանամ դա կոնսոլ լոգում։ Հիմա ոնց անեմ, ասա, ես էսի ջնջեմ, վրեժի ասածը սխալ էր։ Հիմա դու ասեմ։ Կոնսոլ լոգ, հետո։ Ինչ փոփոխականի անուն, ասա։ Ու։ Չի ուրիշ բան։ Վրեժ հասկացար ինչա կատարվում։ Return անող ֆունկցիան քեզ վերադարձնում է ինչ-որ մի բան, իսկ իրա տպելու համար արդեն պատասխանատուն դառնում ես դու։ Այսինքն դու դրսում պետքա կազմակերպես կամ կոնսոլ լոգի մեջ, կամ երկրորդ ձևը, հայտարարում ես մի հատ փոփոխական, ռեզուլտատ ինչ-որ փոփոխական, որը որ հավասարեցնում ես ֆունկցիային, արդեն ֆունկցիայի կանչն ես կազմակերպում, փոխանցում ես իրան արժեք, այս նամը ինչի համար է գրվում։ Սա սիմվոլիկ պարամետրի անուն է, որը որ քեզ ցույց է տալիս, որ ստեղ գալու է քո փոխանցված պարամետրը այս գրվածքի ներքո նստի ու արդեն ֆունկցիայի մակարդակով ինքը կիրառվի, որպես իրան փոխանցված պարամետր։ Հետո ստեղ հայտարարում ես մի հատ փոփոխական, որը որ հավասարեցնում ես ֆունկցիային, կանչին ու իրան փոխանցվող փոփոխականին, ներքևում էլ կարաս առանձին տողով գրես console log, արդեն այդ փոփոխականը, որը որ հավասարվել է։ Բայց ավելի կարճ գրվածք է, Էրիկի ասածը, console log-ի մեջ միանգամից գրում ենք ֆունկցիայի կանչը փոխանցվող պարամետրով։ Լավ։ Իսկ ֆունկցիայի մեջ ֆունկցիա անցել եք։ Շատ լավ։ Ուրեմն, ֆունկցիայի մեջ ֆունկցիա, երեխեք, ոնց է դա տեղի ունենում։ Հիմա, այս կոնկրետ այս օրինակի վրա, function square, որը նորից ստանում է նա։ Այս հատվածում մենք ոչ մի բան չունենք անելու։ Այ այս հատվածում, եկեք այս կարճ գրելաձևը հələ մի հատ մաքրեմ, հայտարարում եմ մի հատ փոփոխական, որը որ հավասար է, գրում եմ
ֆունկցիայի անունը, այսինքն ֆունկցիայի մեջ ֆունկցիա եմ կանչում, լինում է, որ ինքը կրկնակի է աշխատում։ Ստեղ ասենք 2-ա, ճիշտ է, կլինի 2-ի կրկնակի կանչի դեպքում, հա, ֆունկցիայի մեջ եթե ֆունկցիա է, ուրեմն իր մոտ կրկնակի կանչ է լինում։ Գրում ենք ֆունկցիայի արժեքը, անունը, ներողություն, square, դնում ենք փակագիծ, մի հատ էլ ենք կանչում ֆունկցիան, նույն ֆունկցիան, դնում ենք փակագիծ, նոր փոխանցում ենք պարամետրը, ասենք նույն 3-ը, լավ, արդեն այս կոնսոլ լոգի մեջ մենք կստանանք, տեսեք ինչա տեղի ունենում երեխեք, մի անգամ այս փակագծի մեջինն է գնում ու կանչվում, սեսի կանչ ենք կազմակերպել, հա, ուրեմն, այս պարագայում ինքը հելնում է մի հատ վերև 3-ի համար է անում, երբ որ ինքը վերադարձնում է return, այս ֆունկցիան, ինչ արժեք է վերադարձնում, այսինքն սա ինչի էր հավասար այսքան մասը, առաջի անգամ որ գնար, առաջի անգամ երբ որ square ֆունկցիան է կանչվում 3 արժեքով, մեզ հետ է վերադարձնում 9, երկրորդ անգամ արդեն, ստեղ կգա կնստի 9 թիվը, ու այս ֆունկցիայի կանչը հաջորդ անգամ square ֆունկցիայի կանչը կլինի 9-ով, այսինքն 9 կգնա վերև որպես պարամետր կտրվի ֆունկցիային, դու ֆունկցիային կանչում ես, թե իրան ինչ պարամետրեր ես տալի, իրան հետաքրքիր չի, ինքը կոնկրետ այս պարագայում անում է մի հատ գործողություն, ինքը քեզ հետ է վերադարձնում այդ թվի քառակուսին, ինչը որ դու իրան տաս, ստաբիլ մի գործողություն է անում, հիմա ասում է, իրան հետաքրքիր չի դու ներդրված ֆունկցիաներ ունես, թե չունես, այս փակագծի մեջինն է առաջի անգամ կանչվում, հա, այս փակագծի մեջինն է կանչվում, ու ասում է, որ գլոբալ առումով սենց էլ գա լինում, հա, ոնց որ այս վերևի ֆունկցիան է կանչվում, բայց պայլուբում ու առաջի անգամ աշխատում է այս մեկը, առաջի անգամ square 3-ը, այսինքն պարամետրով այս ֆունկցիան գնում է վերև, 3-ը դրվում է ստեղ, նամի տեղը, հետո return է անում, նամը արդեն որը ֆունկցիայի մակարդակով ինչքան կիրառվում է, արդեն ինքը ստանում է 3 արժեքը, 3-ը դարձանցնում է քառակուսի սարքում է 9, ու այս ֆունկցիան մեզ վերադարձնում է 9, այ որ երկրորդ անգամ տեղի ունենում այս մյուս կանչը, այս մեծ կանչը, այդ ժամանակ արդեն պարամետրը գնում է 9-ով, այսինքն 9-ն է գալի նստում նամի տեղը, ու այս return nam անգամ 2-ը, նամի քառակուսին, հա, բարձրացած 2 աստիճանը, ինքը արդեն լինում է 9-ի համար, այ դրա համար է ֆունկցիայի մեջ ֆունկցիաները գրվում են հետևյալ ձևով, պարզեր երեխեք, հարցեր ունենք, պայմանով return, ինչա իրանից ինքը ներկայացնում երեխեք ջան, ուրեմն, գրում ենք մի հատ ֆունկցիա, function check, check ֆունկցիան, որը որ սպասում է էլի պարամետր, գրում եք դուք ձեր մոտ սրանք, ով չէր գրում, թող գրի, function մի հատ check ունենք, որը որ սպասում է nam պարամետրը, ու ինչա տեղի ունենում, ասում եմ, այսի պայմանով return-ի մասին է, հա, խոսքը, ոնց է պայմանը return-ի հետ աշխատում, ասում եմ, առաջի պայմանը, nam-ը որ վերցրել է արդեն ֆունկցիան, nam-ի հետ կատարված դնում եմ checking, այսինքն ստուգում եմ կազմակերպում, ասում եմ, եթե, if-ը եթեն էր, ճիշտ է, եթե ասում եմ, իմ ստացած պարամետրը, այսինքն nam-ը, մեծ կամ հավասար է 0-ից, ուրեմն, return ես անում, պլյուսներ, այսինքն պլյուսավոր է ինքը, հակառակ դեպքում, else, return ես անում, մինուսներ,
Հիմա ոնց անեմ բա ֆունկցիայի կանչը, որ երկու պայմաններ ստանամ, համ պլյուսները, համ մինուսները։ Ով կարա ասի, ոնց անենք ֆունկցիայի կանչը։ Մանե ջան, ոնց կկազմակերպենք այս ֆունկցիայի կանչը, որ երկու պայմանն էլ բավարարվի, երկուսն էլ Երևան։ Կրկնակի կանչի մասին է խոսքը, առանձին կանչեր։ Չէ, էդ եմ ասում, կրկնակի կանչ անենք։ Մի հատ պլյուսի համար ոնց կանանք ստանանք, ոնց անեմ պլյուս, որ ռիթուրն անի պլյուսները։ Ինձ ուղղակի ֆունկցիայի կան։ Հա, նամ ֆունկցիայի մեջ, իսկ եթե փոխանցենք, արդեն գլոբալ տիրույթ ենք գնում։ Հիմա եթե ես console log-ի մեջ, ուղղակի ֆունկցիայի կանչ եմ ասում, check անեմ, մի հատ 5 ասենք, չէ, 4, օքեյ, 4 լինի, սա ինչ է տպելու, պլյուսները, չէ, հիմա մինուսները տպելու համար էլ, ինչ անենք, մի հատ մինուս 1 արժեք փոխանցենք, չէ, այս մեկը կտպի պլյուսները, այս մեկը կտպի, Всё, ֆունկցիայի կանչերի մասին, չէ, չանցած բաներ չեմ հարցնում, այս է մինուսները կտպի, չէ, տեսեք ընդ ֆունկցիան կանչեցինք, նորից բան եղավ, ինչ անուն եմ, էլ 81 տարա, բայց քեչ չգիտեմ, նրա դեպքում 4, նրա դեպքում էլ, բանը, պլյուսներ, 4-ի դեպքում պլյուսներ, մինուս 1-ի դեպքում մինուսներ, շատ լավ, եկեք ֆունկցիայի ներսում հայտարարենք փոփոխական, իր մեջ օգտագործենք return ու ըստ դրա հաշվենք 5-ի թվերի ընդհանուր գումարը, հա, ընդհանուր գումարը, այսինքն 1 գումարած 2 գումարած 3 գումարած ոչ թե ֆակտորիալը, որ բազմապատկվի, այլ գումարը, հա, ինչ որ հանրագումարը, թվանշանների գումարը, 1 գումարած 2 գումարած 3 գումարած 4 գումարած 5, այդ ամեն ինչը ոնց կազմակերպենք մեր դասական ցիկլի միջոցով։ Ուրեմն, ունենանք մի հատ function, որը որ կալկուլացիա է անում գումարը, կալ 20։ Ֆունկցիայի անունը երեխեք ջան, կարևոր է դնել ճիշտ, որպեսզի ես բացեմ, տեսնեմ խոսքի օրինակ ձեր ինչ-որ մեկի գրած ֆունկցիան ու միանգամից հասկանամ, գոնե մոտավոր կարծիք կազմեմ, թե այդ ֆունկցիան ինչի համար է նախատեսված, այսինքն ինչ գործառույթ է անում։ Հիմա այս կալ 20-ը, մեկը որ կարդա, կհասկանա, որ ինչ-որ գումար է հաշվում, հա, ինչ-որ գումար է հաշվում, ինչ-որ մի բանի գումար։ Բնականաբար չեմ կարող հենց անուն դնեմ, որ իդեալական պատմի, դա շատ երկար ինչ-որ բան կստացվի, բայց գոնե հուշով ինչ-որ բառեր լինեն, այդ ֆունկցիային վերաբերվող ինչ-որ բաներ լինեն։ Ուրեմն, եթե գումար ենք հաշվում, ուրեմն միանգամից ինչ ենք անում, այդ գումարը հաշվելու համար, ինչ փոփոխական պետք է հայտարարենք։ Միշտ ասել եք, չէ, գումարի համար մի հատ փոփոխական ենք հայտարարում, որով հավասարեցնում ենք ինչի։ Զրոյի, իսկ արտադրյալի համար 1-ի, ճիշտ է։ Դասական ցիկլը, Միլենա ջան, ոնց ենք գրում, ուզում եմ մինչև 5-ը ընկած թվերի գումարը, մինչև 5-ը իրա
մեջ ներառվող թվանշանների գումարը, այսինքն նենց հաշվեն, որ անեն 1 պլյուս 2 պլյուս 3, հա, պլյուս 4 պլյուս 5, 5-ը ներառյալ։ Հիմա դասական ցիկլով դա ոնց կազմակերպեմ։ Միլենա։ Ինչպես։ Հա, օքեյ, գրեցի for, հետո դու ասում ես ես գրեմ։ Հետո դասական ցիկլի առաջի հատվածը ի՞նչն էր։ 3 մասից էր, չէ՞, բաղկացած։ Առաջինը ինչ ենք անում։ Առաջի մասում ինչ ենք անում։ Ինչ անում։ Չէ, երկրորդ մասում էր։ Սկզբում ինչներ էր։ Հա, սկիզբը ինչն էր։ Ինչ անեմ։ Փոփոխականն եմ հայտարարում let in հավասար է 0-ն պետք չի, որտեվ անիմաստ է, չէ՞, դառնում 0-ին գումարել 1, ելնում է 1։ Դրա համար սկսում ենք 1-ից, չէ՞։ Կետ ստորակետ։ Երկրորդը ինչ էր։ Երկրորդը արդեն պայմանն էր, չէ՞։ Այսինքն ինչ պետք է գրեմ։ Պայմանով ինչ գրեմ։ Ասա ոչ։ Ընտիր։ Պայմանը պետք է տանք, չէ՞ որ մարդը իմանա ինչքան անի այդ ցիկլը, մինչև ուր։ Հետո ահա, ի պլյուս պլյուս, որպեսզի մեծացնի։ Շատ լավ է։ Բա հետո ցիկլի մարմինի մեջ ինչ գրեմ։ Ինչ գործառույթ պետք է անի։ Չէ։ Կոնսոլ լոգին չի անի։ Ինչներիս է պետք կոնսոլ լոգը։ Sum պլյուս հավասար ի։ Երեխեք, պետք է sum-ի մեջ հավաքենք ու այդ թվանշանը ստանանք մեր ֆունկցիան բանը ցիկլը օգտագործելով։ Անընդհատ պետք է sum-ին գումարենք։ Բա հետո ինչ պետք է անի մեր ֆունկցիան։ Մեր ֆունկցիան պետք է վերադարձնի այդ գումարային ընդհանուր, այսինքն այդ հանրագումարը պետք է հետ վերադարձնի։ Ճիշտ է։ Թվանշանների գումարը վերջնական, որը որ մեր պարագայում ինչ է դառնում։ Լինում է 15, չէ՞։ 5-ին գումարած 4 9 պլյուս 2 11 պլյուս 3 14 պլյուս 1-ը, չէ, 5-ից իջնում ենք դեպի 1։ Լինում է 15։ Այսինքն այդ թիվը հիմա մեր ֆունկցիան պետք է մեզ հետ վերադարձնի։ Այսինքն ինչ պետք է անենք։ Return ենք անում մեր sum-ը։ Ու դրսում մեր ֆունկցիան արդեն կազմակերպում ենք, քանի որ մեր ֆունկցիան վերադարձնում է, ոչ թե տպում է մեր փոփոխականը, այդ դրա համար մենք միանգամից կարճ մեթոդով անում ենք console log ենք անում, մեր ֆունկցիան ենք կանչում ու իրան փոխանցում ենք պարամետր, ոչ, պարամետր չենք փոխանցում, քանի որ մենք արդեն վերևում ցիկլի մեջ կազմակերպել ենք, ճիշտ է, մինչև 5-ի համար, մեր ֆունկցիանը չէր սպասում պարամետր, 5-ի համար ինքը կտպի 15, այս է մեր 15-ը, GS-ի 36-րդ տողը, console log 15, ստացվեց ձեր մոտ։
Հիմա բուլյան արժեքն ենք կիրառում ֆունկցիաների հետ։ Բուլյան արժեքի կիրառությունը։ Ուրեմն, function is boolean. Ուրեմն, որն է խնդրի պահանջը։ Այսինքն, մենք դրսից ստանալու ենք, երեխեք ջան, զանգված, որպես պարամետր ստանալու ենք զանգված։ Այսինքն, մեր ֆունկցիան սպասում է RR։ Ուրեմն, մեր ֆունկցիան սպասում է զանգված, եւ հիմա մեր խնդիրն է, որպեսզի ունենանք մի հատ բուլյան արժեք ու ստուգենք, եթե մեր զանգվածի էլեմենտները փոքր են, զանգվածի էլեմենտներից որևէ մեկը փոքր է 0-ից, ուրեմն այդ դեպքում մեր flag-ը դառնում է false ու վերադարձնում է մեզ false։ Իսկ եթե մեր զանգվածի էլեմենտները բոլորը դրական թվեր են, վերադարձնում է true։ Դրա համար ունենում եմ մի հատ փոփոխական, որը որ ընդունում է բուլյան արժեք։ Let flag-ը հավասար է true եմ տալիս սկզբնական շրջանում։ Հետո դրսից ստանալու եմ RR-ը, երբ որ իմ ֆունկցիայի կանչը կազմակերպեմ։ Հա? Եկեք լավ, եկեք ֆունկցիայի կանչը կազմակերպենք, որ ըստ դրա արդեն ավելի լավ ու պարզ լինի։ Console log, ուրեմն, is boolean-ը կանչում եմ, ու ստեղ որպես պարամետր իրան փոխանցում եմ զանգված, հա? 1, 2, 3։ Այս մյուսը հաջորդ կանչի ժամանակ is boolean-ին տալիս եմ 1, -2 ու 3։ Հիմա, առաջի կանչի ժամանակ, ըստ խնդրի պահանջի, պետք է տպի true։ Երկրորդի կանչի ժամանակ պետք է տպի false։ Այսինքն, ոնց են կազմակերպում։ Հիմա, երբ որ ֆունկցիայի կանչը տեղի է ունենում, այս 1, 2, 3 է այս զանգվածը ընդհանուր, գալիս է, գալիս է նստում է ստեղ։ Այսինքն, առաջիկ դեպքը այս է, որ եկել է, նստել է 1-ը, 2-ը, 3-ը։ Այսինքն, մեր ֆունկցիայի համար, որպես պարամետր, առաջինը կգա այս զանգվածը կնստի։ Հիմա մենք պետք է այդ զանգվածի հետ կապված մեր գործողությունները անենք։ Զանգվածի էլեմենտները վերցնելու համար ինչ եմ անում։ Վրեժ ջան, որ ցիկլից կօգտվես։ Զանգվածի էլեմենտներն է հենց պետք մեզ։ Էրիկ, դու որ ցիկլից կօգտվես։ Միլենա, դու։ Հանե ջան, դու որ ցիկլից կօգտվես։ Հայրամ ջան, կապի մեջ ես, դու որ ցիկլից կօգտվեր։ For-ին, for-ով, որից։ For-ով։ Վրեժ ջան, for-ինը օբյեկտի համար նախատեսվածներից, եթե ուզում ենք զանգվածի item-ները վերցնենք ու իրենց հետ գործողություն անենք, օգտագործում ենք for-of-ը։ Okay, հիմա այսինքն կազմակերպում ենք for let item կամ element of RR փոխանցված։ Քանի դեռ երեխեք փոխանցված պարամետրը չի օգտագործվում, ինքը խավար է։ Երբ որ մենք այդ փոփոխականը փոխանցված պարամետրը օգտագործում ենք ֆունկցիայի ներսում, արդեն ինքը դառնում է վառ գույնի։ Հա, դրանից արդեն կարաք եզրակացնեք դուք ճիշտ եք օգտագործել այդ փոխանցվող պարամետրը, թե ոչ։ Ու հետո, երբ որ արդեն ցիկլ եմ բռում, այսինքն իմ համար արդեն որպես քննարկման, հա, որպես այդ բանը առարկաներ, դառնում են արդեն իմ զանգվածի էլեմենտները, այսինքն իմ էլեմները առանձին վերցած 1-ը, 2-ը, 3-ն են, առաջի դեպքի համար եմ ասում։ Երկրորդ դեպքի համար 1-ը, -2-ը ու 3-ը։
Հիմա ես որպեսզի ստուգեմ, թե իր թվերը, իր ներսի զանգվածի մեջի թվերը դրական են, թե ոչ, պետք է գրեմ պայման, ճիշտ է։ If գրում եմ, եթե LM-ս փոքր է 0-ից, եթե փոքր է 0-ից, ուրեմն այս դեպքում թող ինչ լինի, իմ ֆլագը հավասարվի false-ի, այսինքն իր արժեքը փոխի, որպեսզի ես դրսում տենամ, որ false եմ հետ վերադարձվել իմ ֆունկցիայից, ուրեմն ես իմ փոխանցած զանգվածի մեջ բացասական արժեք եմ ունեցել։ Դուրս եմ գալիս պայմանի բլոկից, դուրս եմ գալիս ցիկլի բլոկից ու իմ ֆունկցիայի մեջ այս գործողությունները կատարելուց հետո return եմ անում իմ flag-ը։ Ուրեմն առաջի պայմանի դեպքում ինքը գալիս է, երեխեք, երբեք չի մտնում այս բանի մեջ, հա, պայմանի մեջ, գալիս է ցիկլի մարմին, մտնում է 1-ը փոքր չի 0-ից, չի բավարարում, չի մտնում, այսինքն 1, 2, 3-ի դեպքում, առաջի փոխանցվածի դեպքում, երբեք այս մարմնի, այս պայմանի բլոկի մեջ չի մտնում, այսինքն ոնց հայտարարել ենք let flag-ը true, տենց էլ ինքը return է անում առաջի պայմանի դեպքում, այ երկրորդ պայմանի դեպքում, առաջինը 1-ն է քննարկում, 1-ի դեպքում չի մտնում, -2-ի դեպքում գալիս է պայմանին բավարարում է flag-ը դարձնում է false ու արդեն return է անում մեր false-ը։ Դա։ Հիմա եթե գնանք նայենք, առաջինը կտպի true, երկրորդը false։ Հա, true-ն ու false-ը։ Ուրեմն, մի հատ եկեք խնդիր ասեմ, դրա վերաբերյալ մտածեք։ Ուրեմն մեր ֆունկցիան ընդունում է, եկեք ես գրեմ ֆունկցիայի անունը, function, մեզ պետք է, որ ֆունկցիան ընդունի 3 պարամետր, այսինքն ֆունկցիան ստանում է ABC զանգվածները, եթե C-ն չկա, ինքը վերադարձնում է սխալ, հա? Եթե C-ն չկա, ինքը վերադարձնում է սխալ։ Ուրեմն, ֆունկցիան են գրում, քանի որ ինքը պետք է հաշվի մեր զանգվածի երկարությունը, դրա համար իր անունը կդնենք calc, երեխեք հաջորդ կպնող բառը մեծատառով են գրում, length of race։ Ստանում է 3 պարամետր, եկեք լավ սենց գրենք, RR1, ստորակետ, RR2, ստորակետ, RR3։ Ստանում է այս 3 պարամետրերը, հրապակագծերը բացում ենք, ու ասում ենք, եթե C-ն չկա, ուրեմն այդ դեպքում վերադարձնում է մի հատ error-ային message, ասում է error C is required խոսքի, կամ հայերեն գրում ենք սխալ C-ն գոյություն չունի, ոնց ուզում եք էդի կազմակերպեք։ Հետո, եթե C-ն կա, այդ դեպքը, եթե կա, ուրեմն բան է անում, վերադարձնում է իր length-ը, բոլորի length-երը գումարած, RR1 get length plus RR2 length, այդ է, լավ, ու փոխանցվող այդ բանը, ինչ անում, կազմակերպում եք 3 զանգված, փոխանցում եք, որպեսզի մի դեպքում փոխանցում եք 3 զանգված, մյուս դեպքում փոխանցում եք 2 զանգված, երրորդ պարամետրը չեք փոխանցում, այս երրորդ պարամետրը չլինի։ Մի կանչի դեպքում 3 զանգվածն է փոխանցվի, իսկ հաջորդ կանչի դեպքում փոխանցվի մենակ առաջի ու երկրորդը, երրորդը չլինի։ Պարզ էր պայմանը, երեխեք։ Հարցեր ունենք։ Չէ։
Ինչ է։ Չէ, հենց C չէ, այս դեպքում առը 3-ն է։ Ես ուղղակի մտածում էի սենց տամ։ A ստորակետ, B ստորակետ C, սրանք լինեի զանգված։ Քանի որ առը-ն ավելի մոտ էր զանգվածին, ես փոխեցի առը-1, առը-2, առը-3։ Այսինքն մի դեպքում առը-1-ն էլ լինի, առը-2-ն է, առը-3-ն է, հաջորդ քննարկման դեպքում առը-1-ն ու առը-2-ը լինեն, առը-3-ը չլինի։ C-ն մոռացեք։ Հետի որպես փոխանցվող պարամետրի արժեքներ էի ասում ABC-ն։ Եթե գոյություն ունի լենգթերը, իրանց երկարությունների գումարը թող վերադարձնի։ Իսկ եթե գոյություն չունի, այսինքն առաջի կանչը, եկեք կանչը իրար հետ անենք, օքեյ։ Console log եմ անում, շտա, calc, այս length-ը, հակագից, ուրեմն, առաջի պարամետրը զանգված եմ փոխանցում, 1 ստորակետ 2։ Երկրորդ պարամետրը փոխանցում եմ էլի զանգված, հա, ուրեմն 1, 2, 3, 2, 3։ Երրորդ պարամետր եմ փոխանցում ու նորից զանգված եմ փոխանցում, դնում եմ մի հատ 1։ Լավ, ուրեմն էսի առաջի կանչը երեխեք։ Երկրորդ կանչը կատարում եմ առանց 1-ը փոխանցելու, այսինքն այս երկուսն են գնում։ Եթե դու այս որպես երրորդ պարամետր իրան դրված պարամետրը կարաս փոխանցես, կարաս չփոխանցես, ինքը error չի շպրտում դրանից, ինքը քեզանից սպասում է, բայց դու կտաս թե չես տա, դա արդեն քո հարցն է, ոնց որ դու ուզում ես քո ֆունկցիայի մեջ օգտագործվի ինքը թե չէ, կամ մի կանչի դեպքում պետք է գալի, մյուս կանչի դեպքում պետք չի գալիս։ Այ եթե դու այս երրորդը չգրես, բայց երրորդ փոխանցես իրան, այսա արդեն խնդիր է։ Բայց ունենա սպասելիք, բայց դսից չփոխանցվի, դա խնդիր չի։ Լավ, պարզ էր։ Հարց կա։ Հա։ Վրեժ ջան, առաջինի դեպքում տպելու է 6, որը որ մեր երկարությունների գումարն է։ Այս զանգվածի երկարությունը ինչի է հավասար։ Length-ը։ Այս զանգվածի առաջինինը 1 Վրեժ 1 length-ը։ Հիմա որ ես ասենց մի հատ զանգված հայտարարեմ ու իր length-ը տպեմ 1 է լինելու։ Length-ը, ինդեքսները չէ, եսի 0 1 ինդեքս, բայց length-ը 2-ի չի հավասար։ Ըհը, եսի 2 է, բայց մյուսինը ինչքան է։ Ըհը։ Բայց մեկինը ըհը, 2 գումարած 3 գումարած 1։ Վերադարձնելու է 6։ Քանի որ ես 3 պարամետրերն է փոխանցել եմ իրան, չէ՞։ Նայի RR1-ը սա է, RR2-ը սա է, իսկ RR3-ը սա է։ Հիմա հաջորդ կանչի դեպքում ինքը տպելու է error message, այսինքն գրելու է, որ RR3 գոյություն չունի։ Ինչի համար, որովհետև ես պայմանն ասում եմ, եթե երրորդ փոփոխականը, այս մեկը RR1-ն է, այս մեկը RR2-ն է։ Հիմա ես պայմանով ասում եմ, եթե RR3-ը գոյություն չունի, error շպրտի, error-ի message շպրտի, իսկ եթե RR3-ն էլ գոյություն ունի, վերադարձրու այդ բոլոր RR-ների length-երի գումարը։ Լավ։ Դե գրեք։
Ինչ անենք։ Երեխեք ջան, այդքան խոսացի պահանջի վերաբերյալ, պարզ չի, այս RR3-ը եթե չի փոխանցվում, ուրեմն տպում է կոնսոլ լոգով ինչ-որ բան, պայմանից կախված, թամել պետք է գրել if, եթե RR3-ը չկա, հավասար է undefined, կոնսոլ լոգով մի հատ մեսիջ տպել, եթե կա, թող return անի դրանց բաները, երկարությունների գումարը, ստացվում է երեխեք, մի րոպե ժամանակ, եթե չստացվի կգրենք միասին։ Գրեշ քո մոտ ստացվում է։ Միլենա դու։ Միլենա։ Իսկ հետ դուս եկե Միլենան, երեխեք։
Որտեղ բան է checking-ը sense չի մամի ջան։ Ինքը undefined-ի հետ պետք է ստուգես հավասար, եթե ինքը undefined է, հա, ճիշտ է երկում։ Տեսեք երեխեք։ Ստեղ որ գալիս է, ստեղ պետք է ստուգես։ Եթե, ասում ես, այդ որ դու բանը պայմանը դրել ես բանը ջան, այդ դրա պես, եթե RR 3-ը մեր, եթե հավասար է undefined, չէ, այս դեպքում այն բանը ինչ անում, return անում այդ message-ը, հա, չգիտեմ, error, սենց ինչ-որ բան, իսկ եթե այս պայմանից դուրս է, այսինքն RR-ը 3 գոյություն ունի, ուղղակի return անում RR make get length plus RR2 get length plus RR3 get length դա այսենց կանի ինքը աշխատի էլի S6-ի S error-ի դեպքում Am եթե undefined է, օրինակ undefined դեպքում աշխատում է, բայց եթե դնենք null-ի դեպքում էլ է դատարկություն, պետք է որ, հա, չէ, null-ի դեպքում արդեն իրական error է շպրտում, այլ մեր գրած error-ին չի բանի դեպքում, undefined-ն է, հա, այս բանի, խնդրի պայմանի դեպքում undefined-ն է կիրառելի, null-ը չի աշխատում, ոչ է հավասար է 0-ին, Բայց ինչ ես գրել, որ այդպես ասում։ Այս մենք ինչ որ գրել ենք, այսքանն ես գրել Միլենա ջան։ Ուրեմն մի բան սխալ ես գրել։ Ուշադիր գրի այս բաներին, գրվածքներին։ Այսի բան չի էլի, դասերին ամենասկզբերը չի, որ ասած քերականություն, function-ը ոնց է գրվում։ Այսի արդեն դու պետք է շնչեք այս ամեն ինչը։ Function-ա գրվում, հա։ Ֆունկցիայի անունը ճիշտ գրել, այստեղ ճիշտ կանչել, if-ը ճիշտ գրել, փակագծերը ճիշտ պահել, return-ները ճիշտ տեղում անել, string-ները ճիշտ գրել։ Լավ, այդ ամեն ինչը շատ ճիշտ։ Կարող մի տարի ասենք return-ը կարող է return է գրել, ասենք։ Դրա համար ինքը կարա սխալ տա, այս։ Կարմրած բան կա կոդում։ Այս կոդի հատվածում ինչ-որ կարմիր գծված կա, թե չկա։ Այո, ոնց կարա դες բան տա։ Մի հատ նկարի ուղարկի, հա, այդ ֆունկցիայի հատվածը։ Մնացածը ինչ ունես գրած, բանորա, կոմենտի, մենակ այդ ֆունկցիան աշխատացրու վերջի։ Լավ, խնդիրներ ուղարկելու եմ, դի հեչ, եկեք երեխեք, մի հատ գլոբալ փոփոխականների հետ կապված խոսանք, հա, ֆունկցիաների հետ կապված գլոբալ փոփոխականները ընդհանրապես իրանց ոնց են պահում։ Ուրեմն, երբ որ դրսում ունես հայտարարված գլոբալ փոփոխական, դա ֆունկցիայի ներսում կիրառելի է, հասանելի է, լրիվ օքեյ է։ Երբ որ ֆունկցիայի ներսում ունես փոփոխական, դա ֆունկցիայից դուրս հասանելի չի։ Ուրեմն, եթե գլոբալ փոփոխականը հայտարարված է ֆունկցիայից, այդ բնականաբար գլոբալ փոփոխականը գլոբալ տիրույթում հայտարարված, փոփոխության կարա ենթարկվի ֆունկցիայում։ Ուրեմն, առաջի օրինակը, երբ որ բան ենք անում, հա, գլոբալ փոփոխականի տեսանելիությունը, այսինքն հասանելիությունը ֆունկցիայի ներսում։ Օրինակ, ունեմ let մի հատ նամ,
որը որ հավասար է 1-ի, ունեմ մի հատ function կիսատ գրած, հա, ուրեմն, ինչա տեղի ունենում այս պարագայում, ուրեմն, ստեղ ասում եմ, ունեմ մի հատ է փոփոխական իմ ֆունկցիայի ներսում let an, որը որ հավասար է 8-ի, հիմա եթե ես console log անեմ, console log, console log եմ անում, համ name, հետո կողքը ստորակետ եմ գնում, համ էլ an, ու դրսում կանչում եմ իմ ֆունկցիան, այս պարագայում կտպի առաջինը 1, հետո էլ կտպի 8, այսինքն ֆունկցիայից դուրս գլոբալ տիրույթում հայտարարված փոփոխականը կիրառելի է, օգտագործելի է ֆունկցիայի ներսում։ Այս օրինակը խոսում է դրա մասին։ Ֆունկցիայից դուրս, սա արդեն գլոբալ տիրույթում է։ Let name եմ հայտարարել, որը գրել եմ հավասար է 1-ի։ Ճիշտ է։ Ֆունկցիայի ներսում գրել եմ հայտարարել եմ մի հատ let a, որը հավասար է 8-ի։ Ու ֆունկցիայի ներսում այդ երկու փոփոխականները տպել եմ, որպեսզի տեսնենք, որ ֆունկցիայի ներսում եւ հայտարարված փոփոխականը եւ գլոբալ տիրույթում հայտարարված փոփոխականը ֆունկցիայի ներսում հասանելի են ու տեսանելի են։ Այսինքն 1 ու 8-ը։ Երկուսն էլ տպեց։ Լավ, այս մասը գրեք, եթե չեք գրել, մի հատ հասկանամ Միլենայի կոդի մեջ ինչն է։ Ֆունկցիաների կանչերի ժամանակ, Միլենա, այս զանգվածների միջև այս պրաբելները, այստեղ որ պրաբելներ ունես, այս մի հատա, երկու հատա, դրանք հանի։ Չէ, ուրիշ խնդիր չեմ տենում։ Մի հատ այդ պրաբելները հանի, փորձի ասա, սպասում եմ։ Ինչ։ Մի հատ այդ ինչ որ error է տպում, էդ էլ նկարի ուղարկի, հա։ Պարզ էր, չէ, երեխեք գլոբալ հայտարարված փոփոխականի ու ֆունկցիայի այդ ընդհանուր կապը, ինչի համար է տես տեղ ունի, որտեղ գլոբալ փոփոխականը գլոբալ տիրույթից բնականաբար հասանելիություն ունի ֆունկցիայի ներսում։ Իսկ եթե մենք ունենք օրինակ let num 1-ը հավասար է, հա, 1-ի։ Օրինակ ունենք սենց, ինչ-որ ձև աչա։ Այսինքն եկեք ես մի օրինակի վրա էլ հենց բացատրեմ, հա։ Օրինակ, էլի ունեմ գլոբալ փոփոխական, մի վայրկյան կներեք։ E is not defined։ Այս ամեն ինչը, ինչ E։ Իրենա, վերևում բան ունես բաց թողած։ Վերևում բան կա, որ կոմենտ չես արել։ Այս 723 ինչ ես հասել, այ ցավը տանեմ, ջնջիս, էսի ջնջի, այսքան կոդը գրել ես մի տեղում,
վերևը ես իմ կարող մի հատ այնպես նկարի, որ տողը տենամ, էլի որ տողում է խնդիրը տալի, գնա այդ տողի ին ջնջի ուղղակի, այնտեղ ասում է, որ մի հատ ի ունես, որը որ հայտարարված չի, reference error, is not defined, բայց տողը չեմ տնում, որ տողի վրա է, վերևներում բան ունես, որ կոմենտաժ չի, էդի կոմենտի կդզվի, տես որ, այս կողքը որ տալիս է error-ը, հա, այս կողքը տալիս է main.js ֆայլը ու տալիս է որ տողում, իրում ես այդ տողում ու կազմակերպում ես այդ ի հարցը, 700 ավել կոդը արդեն սխալ է, էլի պետք չի տես բան անել, այդ ամեն ինչը պետք է ընդամենը ջնջել, հիմա այս ամեն ինչը պետք է ջնջել, որ ինքը քիչ լինի, դնային առաջադրանքն է բնականաբար երկարելու, բայց դե հետո վերջում կարելի է ջնջել այդ ամեն ինչը, ուրեմն երեխեք ջան, տեսեք, ունեմ մի հատ նորից գլոբալ հայտարարված փոփոխական ու մի հատ ֆունկցիա ունեմ, որի մեջ նորից մի հատ փոփոխական ունեմ, որի անունը էլի նամա, հա, ինքը սխալ չի տալի, որովհետև այս ֆունկցիայի ներսում այս նամը ուրիշ նամա, այս գլոբալ տիրույթում այս նամը լրիվ ուրիշ նամա, այսինքն երբ որ սրան գրեմ հավասար է 8-ի ու կոնսոլ լոգ անեմ, արդեն բնականաբար անգոյություն չունի նամը, այս պարագայում տպելու է 8, քանի որ ֆունկցիան առաջնահերթություն է տալի իր ներսում հայտարարված ու գտնվող փոփոխականների, ինչա տեղի ունենում, եթե ես ֆունկցիայի կանչը անում եմ, ֆունկցիան գալիս է իր ներսում, դնում է որ լրիվ օքեյ է, ինքը էլ գլոբալ տիրույթից սնվելու ոչ մի կարիք չունի, իր ներսում տենում է let նամը հավասար է 8, մի հատ էլ ասում է պետք է տպեմ այս նամը, օքեյ ասում է, ես նամը ունեմ, ուզում ես տպեմ, կտպեմ կտամ, այ երբ որ ֆունկցիան իր ներսում սպասվելիք փոփոխականը չգտնի, այդ դեպքում ինքը նոր իր այս փակագծերից դուրս է գալիս ու սկսում է փնտրել այդ փոփոխականը գլոբալ տիրույթում, բայց եթե այս օրինակը խոսում է նրա մասին, որ ֆունկցիան եթե այդ սպասվելիք փոփոխականը գտնում է իր փակագծերի ներսում, էլ ինքը այդ լոկալից դուրս չի գալի դեպի գլոբալ, իր լոկալ տիրույթում է հարցը կազմակերպում է, պրծնում է, լավ, այս պարագայում կտպի 8, ոչ թե 1, այսինքն նենց չի, որ նամը ստե գլոբալ տիրույթում է, ուրեմն ինքը ավելի հզոր է ու ֆունկցիայի համար ավելի ընդունելի է ու ֆունկցիան իրան պետք է տպեր, բնականաբար ֆունկցիան ուրեմն երկրորդ պայմանը այն է գլոբալ տիրույթի հետ աշխատանքի, որ եթե ինքը իր ներսում ունի համանուն, այսինքն երկուսն էլ այս դեպքում նամ են, չէ, համանուն ձևով հայտարարված փոփոխական ինքը օգտվում է իր ներսի հայտարարված փոփոխականից, լավ, իսկ ինչա իրանից ներկայացնում changing global, այսինքն երբ որ ֆունկցիան կարողանում է փոխել գլոբալ փոփոխականը, հիմա ունենք let նամը հավասար է 1, ճիշտ է, function func ունեմ ու ստեղ ես միանգամից գրում եմ, ուրեմն նամը հավասարեցնում եմ 8-ի, ստեղ կանչում եմ իմ ֆունկցիան եմ կանչում, ֆունկցիայի կանչից հետո տպում եմ նամը, ուրեմն ինչա տեղի ունենում, երեխեք, երբ որ այս վերևում let նամը հայտարարած, որը որ 1 է, ասում ենք շատ լավ, երկրորդ գործառույթը կատարում է ֆունկցիայի կանչը, իսկ ֆունկցիայի կանչի ներսում մենք գլոբալ փոփոխականի արժեքը կարող ենք փոխել, ու այս դեպքում, երբ որ արդեն ֆունկցիայի կանչից հետո տպում ենք console log ենք անում նամը, ստեղ տպում է 8, իսկ ինչ կտպի, եթե ես ստեղ կանչեմ, console log անեմ նամը, եկեք երկու դեպքն է նայենք, կտպի 1 ու 8, այսինքն սա ինչի համար է տպում 8, որովհետև մենք ստեղ ունեցել ենք ֆունկցիայի կանչ, իսկ ֆունկցիայի ներսում գլոբալ փոփոխականը ենթարկվել է changing-ի, այսինքն փոփոխության, ու այդ փոփոխության արդյունքում է, երբ որ ֆունկցիայի կանչից հետո մենք տպում ենք մեր գլոբալ փոփոխականը, ինքը արդեն փոխված արժեքով, այսինքն 8-ով է տպվում,
Հասկանալի էր էսի։ Հիմա local պարամետրի հետ կապված։ Ուրեմն, ունեմ մի հատ function, էլի func, որը որ սպասում անամ։ Հիմա ասում ենք, ես մեր նամը հավասարա 2։ Ուրեմն, գալիս եմ global տիրույթում, ասում եմ let նամը հավասար է 1։ Հավասար է 1, ճիշտ է։ Հետո, կանչում եմ իմ ֆունկցիան, հետո console log եմ անում նամը։ Հիմա ինչ կտպի ես պարագայում։ Չէ, բայց մի անգամ կանչում եմ։ Երկու դեպք չունենք, մանե ջան, մի դեպք ունենք։ Մի հատ տպել ունենք ու վերջ։ Ֆունկցիայի կանչը առաջի դեպք մի բանալա գրանցի որպես։ Այս մի դեպքը տպելու դեպքում տպի ինչ։ Շատ ճիշտ է։ Ինչի համար 1։ Բայց մենք ստե նայ let նամ ունենք, որը հավասար է 1-ին, ճիշտ է։ Ու այս ֆունկցիային փոխանցում ենք այս նամը, 1-ը, գալիս է 1-ը ստե, ստե ասում ենք 1-ը հավասար է 2-ի։ Ինչ է ստե լինում։ Չբավարարող ինչ-որ բան, չէ։ Դրա համար ինքը console log անում 1-ը, չէ։ Երևի սրա մասին էլ եք անցել, ես մի հատ ասես որ գրում ենք function, խոսքի օրինակ էլի func, չէ լավ, եկեք գրենք, սենց, հիմա այսի return-ը անում, ասենք խոսքի օրինակ չգիտեմ, ինչ-որ մի հատ սիմվոլ, այս return-ը անում, ուրեմն, ստե մի հատ console log ենք անում, ուրեմն մի հատ console log ենք անում մեր ֆունկցիան, fun կանչած, մեկ էլ console log ենք անում, fun, սա ինչ է տպում, սա ինչ է տպում, անցել եք, այս մեկը բնականաբար կտպի սիմվոլը, այս մեկը ֆունկցիայի կոդն է տպում, եթե դու փակագծերով չես կանչում, ինքը տպում է ֆունկցիայի կոդը, այս մեկը այդ զնակ սիմվոլն է, այս մեկը տպում է ընդհանուր ֆունկցիան, ասում է, որ այս f-ով, այս կապույտ f-ով, ասում է, որ սա ֆունկցիա է, ու ընդհանուր ֆունկցիայի կոդը բերում նկարում է, Եթե դու իրան փակագծով չես կանչում, ինքը բերում է ֆունկցիայի նկարում է, function code է ներկայացնում քեզ։ Ֆունկցիաների copy-ն, ոնց է տեղի ունենում։ Նու հա, արդեն արել ենք, ահա, առանց փակագծին ոնց է տեղի ունենում։ Ուրեմն
function ունենք, եկեք լավ մի հատ էսի ջնջենք, որ այս անունները անընդհատ չկրկնվի։ Ուրեմն function fund ունեմ, որը ոչի բանը չի սպասում ու ինքը console log է անում, այս պարագայում էլի, հա, այս որ սենց սիմվոլ, այս սիմվոլը, խոսքի օրինակ։ Հիմա դրսում, եթե ես ուզում եմ իրան copy անեմ, հա, ուրեմն ինչ եմ անում, հայտարարում եմ մի հատ փոփոխական, let մի հատ test, որը որ հավասար է իմ function, ուղղակի ֆունկցիայի անունն ենք գրում, ու երբ որ ես տեղ կանչեմ test-ը դրսում, հետո էլ կանչեմ function-ը, իրանք երկուսն են նույն գործառույթն են կատարում, երեխեք։ Այսինքն ես այս ամեն ինչը անելով, ես ֆունկցիայի կոպիան ստեղծեցի։ Երբ որ ունեմ մի հատ ֆունկցիա, ուղղակի հայտարարում եմ մի հատ փոփոխական ու իրան տալիս եմ ֆունկցիայի անունը։ Այս պարագայում սա պետք չի։ Հակագծերը ֆունկցիայի կանչը իրանից որպես այդպեսին չի ենթադրում ինքը։ Լավ, սա ֆունկցիայի կոպիան է։ Այս է գլոբալ տիրույթի ու բանի հետ կապված մեկ է բաների, ինչ անունը, պարամետր սպասող, չսպասող ֆունկցիաների։ Պարամետր ուրեմն սպասել, չսպասելու հետ կապված, երեխեք ջան, եթե ֆունկցիան սպասում է պարամետր, բայց չի ստանում դրսից, դա նորմալ է։ Իսկ եթե չի սպասում, բայց դրսից փոխանցվում է, դա արդեն նորմալ չի։ Օրինակ, function S1, եթե սպասում է, եթե չի սպասում, այսինքն սպասում է մի հատ A, մի հատ էլ B է սպասում։ Ու ինչ է անում ինքը, console log է անում, get log է անում, ուրեմն A-ին գումարած B, լավ, այսի սենց, հետո, հիմա ես դրսում իմ ֆունը կանչում ու փոխանցում եմ 5, 6 ու 7, հիմա ինչ պետք է տվի, 11, այսինքն բանի տեղ չի դնում երկու դեպքում էլ, իսկ եթե սպասում է, բայց ես չեմ փոխանցում, չէ, օքեյ է, չէ, որում սխալ չունենք պարագ, այսինքն երկու պարագայում էլ, եթե սպասում է ու չես ուղարկում, էլի նորմալ է, եթե ուղարկում ես, բայց ինքը չէր սպասում, էդ էլ է նորմալ։ Այս պարագայում կա նաև default արժեքներ, այսինքն ես միանգամից ստե կարամ բան անեմ, հա, եթե A-ին կամ B-ին default արժեքներ, բայց չգիտեմ ես թեմայի հետ է հաստատ, թե թեմայի հետ է, թե թեմայի հետ չի հետ իմ ասացը։ Հա, այսինքն default արժեքը իրանից ինչ է ներկայացնում, երեխեք, հիմա օրինակ 5-ը 6-ը, երրորդ արժեք, որպես այդպեսին չեմ փոխանցում, չէ, իրան ստեղ գրում եմ, ունի ինքը մի հատ default արժեք, C-ն, որը որ հավասար է 7, հիմա գալիս եմ ստեղ գրում եմ A plus B plus C, սա արդեն կոչվում է ֆունկցիայի default արժեք, այսինքն ֆունկցիան դրսից չի ստանում, բայց ինքը default ի սկզբանե, հա, ունի ինքը այդ բանը, արժեքը, արդեն ներկայացված, երբ որ սա հիմնականում անհրաժեշտություն է առաջանում, երբ որ հստակ ասում ես, որ ոսկե օրինակ, չգիտեմ, երկու անհայտ թվերի գումարեմ, երկու անհայտ թվեր եմ իրար գումարելու, պլյուս գումարելու եմ վերջում ինչ-որ մի հատ ֆիքսված 7 թիվ։ Այս պարագայում default արժեքի անհրաժեշտությունը կա, ու այս պարագայում պարտադիր չի, որ ինքը ինչ-որ բան փոխանցվի։ Հա, ինքը միանգամից արդեն կիրառելի է։ Այսինքն ֆունկցիան կարա սպասի պարամետր, և ֆունկցիան կարա բան անի, իր default արժեքը ունենա, իսկ եթե մենք ստեղ ինչ-որ մի հատ 8 դնենք, սա սկզբի հատվածում պիտի որ կիրառելի չլինի, մի րոպե, 5, 6, 8, գնում է նստում է սրա տեղը, 8, 19, օքեյ, այսինքն ինքը default արժեքը փոխվում է երրորդ պարամետրով, իսկ եթե չենք տալի հիմնական default արժեքի դեպքում
ոչ թե հիմնական, այլ երբեք չենք տալի։ Եթե ֆունկցիան ի սկզբանե դրված է, որ պետք է ունենա default արժեք, դրսից փոխանցել է այդ արժեքի, արդեն տալիս է իրականում դա սխալ բանը, դրվածքա։ Չպետք է դրսից արժեք տանք իրան։ Եկեք մի հատ խնդիր լուծենք, որտեղ ունենք առավելագույն անգլերենով function առավելագույնների գումար, այսինքն sum of max։ Ունենք մի հատ ֆունկցիա, որը սպասում է երկու պարամետր։ Երկուսն է պետք է լինեն, մեկը RR, մեկն է ստորակետ RR 2։ Երեխեք, էսի իրար հետ մի հատ շուտ կազմակերպում ենք, գրենք այս ամեն ինչը, իհարկե ձեր օգնությամբ։ Ուրեմն, հիմա դրսից էլ console log ենք անում, պետք է վերադարձնի, այս ֆունկցիան վերադարձնում է, այս իրա սպասելիք երկու զանգվածների մեջի եղած առավելագույն թվերի գումարը։ Հիմա console log ենք անում, իրա մեջ այս մեր ֆունկցիայի անունը գրում ենք ու իրան փոխանցում ենք երկու զանգվածներ։ Մեկը գրում ենք 2-ը 4-ը 35-ը, այն մյուսի մեջ է գրում ենք ուրեմն մյուս զանգվածը 6, 9 ու 15։ Ճիշտ է։ Հիմա ոնց ենք կազմակերպում այդ ամեն ինչը։ Ով ինչ գաղափար ունի։ Ոնց գտնենք այս փոխանցվող զանգվածների, դա էսի գալու RR1-ի տեղը նստի, էս է գալու RR2-ի տեղը նստի, ճիշտ է։ Ոնց վերցնենք ու ստուգենք ու կարողանանք գտնել այս զանգվածների առավելագույնները առանց մեթոդ օգտագործելու։ Այսինքն max-ը չենք օգտագործում։ Մի հատ կհայտարարենք, բայց դրանով չեմ սահմանափակ։ 0 հաստատ։ Խի 0 բայց։ Անիմաստ ինչի երկարացնենք մեր գործառույթը, մանե ջան։ Քեզ դառնակ ինչի համար 0։ Արի մի հատ max 1 հայտարարենք, հա, էդի RR1-ի համար, հա, որ գտնենք RR1-ի առավելագույն ամենամեծ էլեմենտը, չէ։ Մի հատ էլ կհայտարարենք let max 2, հա։ Ուրեմն max 1-ը որն է լինելու։ Ինչ վերցնենք։ Հավասար է ինչին։ Կարանք 0-ի հավասարեցնենք, ուղղակի անիմաստ մեր գործառույթը շատացնում ենք։ Կարանք 0-ի հավասարեցնենք։ Բայց ինչի համար չհավասարեցնենք օրինակ RR1-ի 0-րդին։ Չէ։ Ավելի լավ չի լինի, որ մեր RR-ի ներսի առաջի էլեմենտին տանք, ով մեզանից չի փախնելու։ Մեկը մեր հսկողության տակ է, չէ։ Իսկ երկրորդինն է կտանք հավասար է RR2-ի 0-րդին։ Արդեն են մյուսի 0-րդին։ Բա հետո ինչ անենք։ RR1-ը դնենք քննարկման։ Ճիշտ է, for ցիկլից for of անենք, որտեղ մեզ ինդեքսները այս պարագայում պետք չեն։ Ճիշտ է։ Ուրեմն կգրեմ let lm of RR1, չէ, առաջինի համար։ Եվ ինչ եմ անում։ Շատ լավ է։ Ասում եմ։ Okay։
մաքսիմում 1-ը ինչա չեմ ջնջել չէ եթե մաքսիմում 1-ը մեծ է LM-ից չէ ուրեմն ինչա մաքսիմում 1-ը օքեյ կանանք անենք չէ բայց մեզ պետքա որ վերջնական ֆունկցիան բան անի return անի երկուսի գումարը ու վերջ մի հատ return ա իսկ կարանք այս կողմից գանք ասենք եթե մեր LM-ը քանի որ max 1-ը ունենք արդեն եթե մեր LM-ը մեծ է մաքսիմում 1-ից չէ այդ մյուսը մինիմումի դեպքում է լավ աշխատում ուրեմն մեր մաքսիմում 1-ը հավասարեցնում ենք ինչի LM սենց ավելի լավ կլինի չէ Էսի if-ը, էսի for-ը, սրանց բլոկների մեջից դուրս եկան։ Հիմա մի հատ է պայման ենք քննարկելու ում համար։ Այսինքն նույն բանն է երկրորդի համար։ Դրա համար, սա copy եմ անում, ստե դնում եմ, ստե գրում եմ R2, հանգիստ կարամ ստե LM գրեմ, չէ։ Սա լրիվ ուրիշ է, սա լրիվ ուրիշ է։ Եթե մեծ է մաքսիմում 2-ից, մաքսիմում 2-ը թող դարձնի LM։ Всё։ Հիմա այս ցիկլերից դուրս ինչ պետք է անեմ, արդեն գտել եմ մաքսիմում 1-ը ու մաքսիմում 2-ը իրական։ Ինչ պետք է անեմ։ Մաքսիմում 1 պլյուս մաքսիմում 2։ Կոնսոլ լոգն էլ ունենք։ Հիմա որն է մեծը 35 պլյուս 15, չէ։ Այսինքն պետք է ստանանք 50։ Ճիշտ է։ Առանց մեթոդ օգտագործելու ուղղակի երեխեք ջան ֆիքսում ենք, որ մաքսիմում 1-ը սկզբնական վերցնում ենք զանգվածի առաջի էլեմենտը ու սկսում ենք քննարկել։ Ասում ենք երկրորդ էլեմենտ, եթե դու առաջինից մեծ ես, օքեյ, դու ես ուրեմն մաքսիմում, արի դու լի եղի, հա։ Հետո ու սեն չարունակ։ Էսա այս մեթոդով, այս ձևերով, այս ամենը ճիշտ լուծումը։ Լավ։ Եկեք լավ մի հատ է խնդիր լուծենք, նոր կվերջացնենք։ Ուրեմն մի հատ զանգված ունենք, իր մեջ օբյեկտներ կան։ Այդ օբյեկտների արժեքների արտադրյալն է մեզ պետք ստանալ։ Այսինքն ունենք մի հատ function, էլի միասին լուծում ենք։ Արտադրյալը անգլերեն ոնց էր։ Row array of objects Ոստեր ինքը սպասում է մի հատ զանգված, որի մեջ կլինեն օբյեկտներ։ Հիմա դրսից մենք console log կանենք մեր prod object-ը սենց վերցրած, որը իր մեջ պարունակում է մի հատ զանգված, իսկ իր մեջ օբյեկտներ, որտեղ on 8-ը ստորակետ որտեղ անհութա բեն 4-ա, 8-ա բեն 4-ա, և մեր C-ն 9-ը, բանի մեջ, C-ն էլ 9-ը, հիմա մեզ պետք է, որպեսզի ստանամ այս զանգվածի մեջի օբյեկտների վալյուների արտադրյալը 8 անգամ 4 անգամ 9, Այդ ոնց ենք անելու։ Նախ արտադրյալը պետք, ինչ պետք է անենք։
Հետո։ Քանի որ զանգվածի էլեմենտները օբյեկտներ են, կարամ գրեմ let obj, չէ, of առ։ Սրանով ես կստանամ առանձին այս բաները, ճիշտ է, օբյեկտները։ Շատ լավ, օբյեկտները ստացա, հիմա հաջորդ ցիկլն է, չէ, պետք for, այսինքն let k in obj։ Եվ ինչ մնաց մեզ անելու։ Всё։ Հեշտ արագ որակյալ։ Վերջում էլ ինչ ենք անում։ Ապրես։ 280, ճիշտ է, չէ, բազմապատկը 32 անգամ 9, ճիշտ է, 280, պարզ էր երեխեք ջան։ Հարցեր։ Всё, դե ուրեմն ոնց ասել էի ես ձեզ, լիքը տնայիններ եմ խոստանում, հեսա կլասրում այդ ամեն ինչը կուղարկեմ։ Մինչև երկուշաբթի ձեր համար հավեսով, երեխեք իդեալական, այն որ հավեսով սենց գրում եք էդի, եթե զգում եք, որ մի խնդիրը կարաք 2-3 տարբերակով գրեք, չեք զլանում, 2-3 տարբերակով է գրում եք։ Բայց էլի եմ ասում, ամենակարևորագույն պայմանը, որ դա գրեք ինքնուրույն, առանց ինչ-որ մի հատ գործիքի դիմելու, AI գործիքով ա լինում, թե ինչ, կամ առանց ինչ-որ մեկի օգնությանը դիմելու։ Գրեք ինքնուրույն, ասեք ես 5 խնդիրն եմ կարացել, գրել եմ ինքնուրույն։ Էդ իմ համար ավելի արժեքավոր է, չեմ 20 խնդիրն է գրած ելնի, բայց ես իմանամ, որ այդ խնդիրները գրած չի։ Ես քննության արդյունքում շատ լավ ամեն ինչ պատկերացնում եմ, գիտեմ արդեն ումից ինչ սպասեմ։ Լավ։ Ընդհանուր առմամբ լավ է, հասկացել եք ֆունկցիաները, նա խնդիրներից էլ արդեն պարզ կդառնա։ Всё, ապրեք շատ, այսօրվա համար այսքան երեխեք ջան, հանդիպենք երկուշաբթի օրը ժամը 4-ը։ Всё, пока։ Բարև ժողովուրդ, տեսություն։